Կոնկրետ եթե երկրի ղեկավարի ներկայիս ղեկավարի հետ կապված է իր գործունեությունը ամբողջությամբ գրեթե ամբողջությամբ ուղղված է այդ միասնականությունը քանդելուն եւ ես հորդորում եմ իրեն այն ժամանակընթացքը այն ժամանակահատվածը որ ինքը կառավարի այս երկիրը այդ զերծ մնա նման գործողություններից եւ իր գործողություններով միմիայն բերի նրան որ մենք լինենք միասնական եւ մեր դեմ ծառացած բոլոր խնդիրները լուծենք։ Դուք Արցախում եք ծառայություն անցել, ներկայացնում էին Արցախի հետ կապված մարդ, հա ձեզ։ Չէիք վախենում Արցախ բառը օգտագործել ձեր աշխատանքի ընթացքում 2019 թվականի դեկտեմբերից փաստորեն մինչև 25 թվականի ապրիլ այդ կենտրոնի տնօրենն էիք, ուզեք թե չուզեք, առնչվելու էիք այլն, հա, որովհետև գիտեք ՀԿՊ-ում շատ-շատերը նաև ոչ միայն ՀԿՊ-ում, այսինքն կապ չունի ՀԿՊ-ական են թե չէ, վախ ունեն Արցախ բառը արտասանելուց, հիշում եք նաև Նիկոլ Փաշինյանի խոսնակը ներողություն խնդրեց եթերում ուղիղ եթերում գործածել Արցախ բառը դրա համար ներողություն խնդրեց եւ փոխեց։ Բացարձակ այս Արցախը համարվում է մեր հայկական պատմական հողերը, երկու խնդիր կա Արցախի հետ կապված, մեկը որ մեր մոտ չի գտնվում այդ պատմական հողերը, մեկը որ միջազգային հանրությունը ճանաչում է Ադրբեջանի մաս, բայց ոչ մի առումով մեր մոտ համեն դեպս չի փոխում այն զգացողությունները ու այն մոտեցումները, որը կա Արցախի հետ կապված։ Արցախը համարվում հայկական, հին հայկական պատմական հողեր, որտեղ միշտ ապրել են հայեր ու պետք է շարունակեն ապրել հայեր։